Նրան տապանում հյուրընկալել եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցին, պարոն Սաքուն, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ռուսաստանի արտգործնախարարի այցի դեմ իրականացված ակցիայից սկսենք հարցազրույցը, արդյոք ակցիան ծառայեց նպատակին եւ այդ ակցիայից հետո սոցցանցերում բազմաթիվ հարցադրումներ տեսա, մասնավորապես ասում էին ուր են արցախցիները, արդյոք չպետք է նրանք մասնակցեին, քանի որ հենց ռուսների պատասխանատվության գոտում նրանց աչքի առաջ տեղի ունեցավ տեղահանությունն ու էթնիկ զտումը։ Գիտեք, նախ առաջերտին ակցիան իր նպատակին հասավ այն իմաստով, որ ուղերձը, որը ուղղված էր Ռուսաստանի Դաշնության քաղաքականության դեմ, որ նա իրապես պատասխանատվություն է կրում նաև հենց Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտման համար եւ նաեւ հնչեցված այն գնահատականը, որ Կրեմլի ռեժիմը մենք համարում ենք մարդասպան ռեժիմ, որը իր որևէ դաշնակցային պարտավորություն Հայաստանի հանդեպ չի կատարել, դա հասավ, այդտեղ խնդիրը միայն նա չէ, որ ասենք Լավրովը դեմարդեմ, հա, տեսներ, խնդիրը այն է, որ այդ ակցիայի ընթացքում բազմաթիվ ռուս լրագրողներ, նաև բնականաբար իրենց անվտանգության աշխատակիցներ նկարահանում էին, մոտենում էին, հա, թեկուզ հեռվից, հա, եւ այդ ամբողջ պաստառների բովանդակությունը ընթերցվում էր, իսկ մասնակցության առումով իհարկե ամենևին նպատակը չէր, որ ասենք մի, չգիտեմ, 1000 հոգի կամ ինչ-որ թվով հավաքվի, մանավանդ իմ կարծիքով դա շտապ հավաք էր, բառացիոն 1 օր առաջ հետևի հնչեցվեց հավաքվելու մասին, լավ էր, որ այդ եղավ, ինչի համար, որովհետև շատ տարօրինակ կլիներ, եթե Հայաստանում այդ ձայնը, այդ դիրքորոշումը չհնչեցվեր։ Լավրովի այցի ժամանակ նախանցած տարվա ներողություն Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտումից հետո, իսկ խնդիրը տարանջատել արցախցիներ, հայաստանցիներ, դա հերթական այդ ախմախ, կներեք մեղմ ասած, ուրեմն տարանջատումն է, որովհետև Ադրբեջանի ռեժիմը, որը հանդես է գալիս եւ հանդիսանում է Կրեմլի ռեժիմի որպես ռազմավարական գործընկերը, դաշնակիցը, բովանդակային առումով, մոտեցման առումով, նրա համար, այդ ռեժիմի համար ընդհանրապես կամ ավելի ճիշտ է ռեժիմի կողմից սպառնալիքը էթնիկ հայերի նկատմամբ է, անկախ նրանց սակումնաբանության, մի օրինակ բերեմ, որ հասկանալին է, ասենք, ինչ կապ ունի Բաքվի ռեժիմը 1915 թվականի ցեղասպանության հետ, երբ որ ինքը շարունակում է հերքել, այն դեպքում եւ ընդհանրապես այն ժամանակ ինքը ընդհանրապես ոչ պետություն գոյություն ուներ, ոչ էլ են, այսինքն ցանկացած էթնիկ հիմքով հայ հասկացողության նկատմամբ անկախ նույնիսկ եմ կրկնում, թե դա պատմական առումով կլի, քաղաքական, թե հասարակական դաշտում եւ այլն, ինքը թշնամական քաղաքականություն իրականացնող է, միջև ձեր հետ հանդիպել ես կարողացա ճանապարհին ընթերցել նաեւ, որ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացությունը ՄԱԿ-ում փորձում է կարգավիճակից զրկել ինչ-որ մի հատ հասարակական կազմակերպության քրիստոնեական միասնության կենտրոնի թե ինչ զուտ այն բանի համար, որ այդ կազմակերպությունը, որը խորհրդատվական կարգավիճակ ունի մարդու իրավունքների խորհրդում ՄԱԿ-ի, հանդես է գալիս արցախահայության կոլեկտիվ վերադառնալու իրավունքի հարցով, այսինքն ներկայացնում է այդ հարցը, որը բնականաբար Ադրբեջանի ռեժիմի կողմից ընդունել չէ, բայց հենց որ մի հատ հասնում է, ինքը անմիջապես փորձում է հակադարձ եւ այս առումով իհարկե ինչ կապ ունի թե արցախցիներ կլինեին, թե չէ, ես չեմ էլ հաշվել կամ հետով նույնական ասել ծագումնաբանությունը, եթե շատ հետաքրքիր է, ապա այդտեղ մարդիկ կային, որոնք ծագումով արցախցի են, բայց դա կապ չունի, նույնիսկ եմ կրկնում, որովհետեւ խնդիրը նույնիսկ ամփոփեմ
վերաբերում է նրան, որ այն սպառնալիքը, որը ունեցանք Ադրբեջանի ռեժիմի կողմից եւ որին աջակցեց Կրեմլի ռեժիմը իր ուղղակի անգործությամբ թե գործողությամբ բոլորիս աչքի առաջ է եղել, պետք էր անպայման այդ ուղերձը, քննադատությունը, որակումը, գնահատականը հնչեցվեր ու հնչեցվեց։ Սա է ամենից կարևորը։ Ու իմ կարծիքով դիսկուսիան, որ ծավալվում է սոցիալական ցանցերում, կապ չունի թե ինչպես են մոտենում, ինքը վկայում է, որ թե միջազգային առումով այցի, հիմնական կրողը Լավրովի ուրեմն հասցեատիրոջը եւ թե ներքաղաքական դիսկուսիայի առումով ակցիան հասավ իր նպատակին։ Պարոն Սաքունց, եթե անդրադառնանք արտգործնախարարների համատեղ ասուլիսի բովանդակության, ուզում եմ առանձնացրել մեր արտգործնախարարի հետևյալ հայտարարություն։ Ասում է Հայաստանը տրամադրված է երկարաժամկետ եւ փոխշահավետ համագործակցության Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում, այնտեղ ռուս լրագրողը հարցրեց նաեւ Եվրամիության անդամակցության հետ կապված եւ նա պատասխանեց, որ հայտ չենք ներկայացրել, այդ հայտ ներկայացնելու հետ կապված քննարկումներ էլ չունենք։ Այստեղ տեղին չէ մեղադրանքները կամ դժգոհությունները հայտնել մեր իշխանություններին եւ ոչ թե օրինակ Ռուսաստանին մեղադրել։ Եթե մերոնք այս ամենը տեսնելուց հետո ձեր թվարկած փաստերից հետո տրամադրված են փոխշահավետ համագործակցության։ Այն որ Կրեմլի ռեժիմին ունենք մեղադրանքներ հնչեցնելու հայ-ռուսական դաշնակցային պայմանագրերի, ռազմավարական անվտանգության եւ այլն առումով դա միանշանակ է, բայց այսքանից հետո նախ առաջի հարցը ինչու հնարավոր եղավ ագրեսոր պետության ռեժիմի արտգործնախարարի այցը Երևան։ Սա կարևորագույն հարց է, ինչու դա եղավ, ինչու պետք է լիներ կամ Արդյոք հնարավոր չէր կանխել նման այցը։ Արդյոք իսկ եթե հնարավոր չեղել ինչու։ Այսինքն ինչու հարցը թե ինչով էր, ինչու հնարավոր եղավ եւ ինչու հնարավոր եղավ այցը եւ ինչու հնարավոր չեղավ կանխել, սա առանցքային հարցն է, որի հետ կապված արդեն կամ որի պատասխանը չունենալով, բայց փաստը ունենալով անխուսափելիորեն ձևակերպվում են հարցեր, այլ երկրորդական հարցեր, որոնք արդեն վերաբերում են Երևանին։ Ինչ է նշանակում դու օրենք ես ընդունում Եվրամիության անդամության գործընթացի սկզբի մասին եւ ասում ես, որ հայտ չեմ ներկայացնում։ Okay, հայտ չես ներկայացնում, բայց գործընթացը որպես սկսելու մասին օրենքը դա պարտադրում գործադիր իշխանությանը, որտեղ որոնց իր մարմինը ընդունել է օրենք եւ գործադիր իշխանությունը պարտավոր է օրենքի իրականացման ուղղությամբ քայլեր կատարելու, որից մեկը իհարկե լավ հասկանում կարող է լինել հայտը, բայց սովորաբար այդ միջև հայտի ներկայացնելը ֆորմալ առումով բովանդակային իհարկե փոփոխություններ պետք է կատարել, չէ՞, ասենք թե անկախտական համակարգ, տնտեսական ուրեմն ոլորտ, կրթության եւ այլն, կիբերանվտանգություն, էներգետիկա։ Հիմա երբ որ դու միանգամից ասում ես հայտ չեն ներկայացել, ապա այդ ես ճիշտ ասած ակնկալում էի, որ պետք է մի հատ այլ հարցեր հնչեր, բայց դեպքում ինչի՞ մարիկ ընդունի օրենքը։ Չէ, ռուսական կողմից։ Չնայած ինչու պետք է միայն ռուսական կողմից օրենքը բան այդ հարցը տրվի։ Մեր կողմից հարցը։ Ինչու համար եք ընդունել Եվրամիության անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը։ Ես հարցրել եմ 3 իշխանական պատգամավորին եւ պատասխանը հետեւյալն է, որ ժամանակի ընթացքում այո, պետք է պատրաստվել դիվերսիֆիկացնել եւ այդ ուղու վրա են։ Okay, այդ դեպքում դիվերսիֆիկացնելու վերաբերյալ այդ ձևակերպումը ինչքանով է տեղավորվում Կրեմլի ռեժիմի հետ համագործակցությունը, այն էլ փոխշահավետ համագործակցությունը շարունակելու այդ ձևակերպման հետ, որովհետև ինչ փոխշահավետ բան կարող է լինել Կրեմլի հետ, մի ռեժիմի հետ, որը հետխորհրդային
տարածաշրջանի իրանց տեսակետից անկախ պետություններին վերաբերվում է որպես իր ենթակա տարածքներ, որոնք չպետք է լինեն։ Հանցինս Ուկրաինայի դեմ, ասենք թե ագրեսիայի, նույն այդ ոտնձգությունները Վրաստանի դեմ, հա, 2008 թվականին։ Այսինքն փոխշահավետությունը, ասենք թե ինչպես կարող է լինել ընդհանրապես փոխշահավետ նման ռեժիմի հետ որևէ համագործակցություն։ Եթե խոսքը գնում է նրան, որ կարգավորել հարաբերությունները այն տեսակետից, որ Կրեմլից սպառնալիքները չլինեն, դա այլ ձևակերպում է պահանջում։ Եվ օրինակի համար այդ տեսակետից նաև հիշատակենք, որ Լավրովը ուղղակի հստակ ներկայացրեց, որ կամ որակում տվեց, որ Ֆրանսիայից սպառազինության ձեռքբերումը իհարկե դա ձեր ինքնիշխան որոշումն է, լավ էր գոնե ինքնիշխան հասկացողությունը կիրառում է, հա։ Չնայած մենք լավ գիտենք, որ իրենց համար որևէ այլ պետության ինքնիշխանություն հետխորհրդային բանը ձևական եւ բովանդակազուրկ է, բայց այնուամենայնիվ շեշտադրում կատարեց, որ բայց այնուամենայնիվ դուք վերցնում սպառազինություն գնում եք մի պետությունից, որը թշնամական է տրամադրված Ռուսաստանի հանդեպ։ Հիմա արտգործ նախարարի դա ես մի քանի անգամ որակել եմ եւ հիմա էլ եմ ցանկանում դա նշել, դա ռուսական նորագույն Ռիբենտրոպն է, Լավրովը, ոնց որ նացիստական Գերմանիա։ Եթե նա այդպես է որակում, ապա այսինքն քո այնպիսի պետությանը, որից դու սպառազինությունից վերցնես Ֆրանսիային, ապա քո փոխշահավետ համագործակցությունը Կրեմլի ռեժիմի հետ եւ նրա կողմից թշնամի համարվող պետությունից սպառազինության գնելը, հա, կամ նրա հետ հարաբերությունների զարգացումից մենք գիտենք, որ դա բավական, ապա ո՞նց են դրանք տրամաբանորեն, թե դրանք բովանդակային առումով անգամ ոնց կարելի է տեղավորել, գիտեք, համատեղել, որովհետեւ այսպես կոչված բալանսավորված, հիշում եք ժամանակին կար բանի Օսկանյանի, չէ, Ռոբերտ բանի ժամանակ, որ ասում էին բանը այլ տերմին էին օգտագործում, հա, եւ նրանց հետ, հա, հիմա բաները փոխվում են, կոմպլիմենտար, հիմա կոմպլիմենտարը բովանդակային առումով հիմա էլ բալանսավորված, բայց ինչքանով է դա հնարավոր միաժամանակ երկու աթոռին նստած մնալ, սա ֆունդամենտալ հարց է, կարող ասել, թե գիտեք, դե դիվանագիտությունը հնարավորություն է տալիս եւ այլն ինչ որ խոսույթներ կիրառել կամ բան, բայց դիվանագիտություն, բայց քո պետության ղեկավարը ասում է, որ հիբրիդային պատերազմ են ուղղում։ Պարլամենտի սպիկերը ասում է հիբրիդային պատերազմ է, դա վիրտուալ չէ։ Չնայած մենք միշտ պնդում ենք, որ բացի հրապարակախոսական ժանրից, դա պետք է ամրապնդված լինի կոնկրետ փաստերով եւ իրավական ինչ-որ գործընթացներով, հայլապես դուրս է գալիս, դա զուտ քարոզչական նկատառումներով է կիրառվում։ Չնայած մենք գիտենք, որ այդ հիբրիդային պատերազմը օրոցերեկով ռուսական հեռուստաընկերություններով ամեն, հա, այդ ամենը իրականացվում է։ Ապա ո՞նց է, ինչու՞ է կայանալու փոխշահավետությունը։ Նորից անդրադառնանք։ Իհարկե այն, որ Կրեմլը սպառնալիք է, դա փաստ է։ Իմ համոզմամբ պետք է հստակ ասել, որ այո, դուք թշնամական եք համարում, բայց Ֆրանսիային, բայց մեր բարեկամական իբր որպես բարեկամական պետություն, հա, մենք ձեր բարեկամական կամ անվտանգային բարեկամությունը, բարեկամական վերաբերումը չենք տեսել, բայց տեսել ենք հենց Ֆրանսիայից, չէ՞։ Հասկանում եմ, որ հիմա Ռուսաստանի Դաշնությունը ինքը սպառազինության կարիք ունի եւ դա չեն էլ թաքցնում, դա համար Հյուսիսային Կորեայից եւ տարբեր տեղերից գնում են։ Չարները ճարեղնի Հայաստանից էլ զենքերը սպառազինությունները կվերցնեն, ասեն թե հանուն մեր ագրեսիայի, բայց դու պետք է հստակ ասես, որ կներեք, մենք չենք կարող անընդհատ շարունակաբար մեր անվտանգային խնդիրների լուծման հնարավորությունը տեսնել Կրեմլի հետ այդ թղթի վրա գոյությունացող, բայց դե ֆակտո չաշխատող այդ պայմանագրերով։ Դրա համար այո, ճիշտ ենք անում եւ մեր ռազմավարական համագործակցությունը
Ֆրանսիայի հետ, պետք է խորացնենք օրինակի համար։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Սիրելի հայրենակիցներ, մայիսի 28-ին Հայաստանի անկախության փառապանձ օրը Caesar Palace շքեղ բանկեթ-հոլում տեղի կունենա բարեգործական ընթրիք համերգ՝ ի նպաստ մեր հերոս ազատամարտիկների, մասնակցությամբ համայնքի լավագույն երգիչների։ Խանդավառությամբ մասնակցենք այս աննախադեպ հանդիսությանը, մեր նպաստը բերելով հայրենիքի պաշտպան մեր զինվորներին։ Տեղեկությունների համար զանգահարել 818 813 2252 հեռախոսահամարով High ID ինքնության քարտ կազմակերպության։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Պարոն Սաքունց, կարող է ներքաղաքական ենթատեքստ լինել այս Ռուսաստանի հետ հարաբերությունների կամ շփումների ակտիվացման այդ տրամադրվածությունը Հայաստանի իշխանությունների կողմից։ Ասում են նախընտրական շրջանում ենք, Քոչարյանը Մոսկվա էր գնացել, որից հետո Նիկոլ Փաշինյանը գնաց, այսինքն իրենք պայքարելու են, որպեսզի ստանան Ռուսաստանի աջակցությունը 2026-ի ընտրություններում։ Տեսեք,
Այն ինչ որ մենք տեսնում ենք հիմա, իհարկե նույնիսկ եմ կրկնում, մի հատ այդ կարևոր բանը հարցը ձևակերպենք, որն էր ոչ միայն թե պատճառը, որ հնարավոր եղավ Լավրովի այցը, այլ նաև դա մեկ այլ հարց է, որովհետև դա կարծես տպավորություն է, օբյեկտիվ անկողմնակալ դիտորդի մոտ, այն տպավորությունն է ձևակերպվում կամ ձևավորվում, որ Երևանը իր քաղաքականության մեջ Կրեմլի հետ բեկում մտցրեց, որտեղ այն խոսույթը, որ բառացիորեն մի ամիս առաջ լսում էինք, հիմա այդ խոսույթը դեմարտեմ հանդիպման ժամանակ եւ փաստի առումով չի լսում, այսինքն ինչ որ տեղաշարժ է տեղի ունեցել, որի մեկնաբանությունը կամ որի դրդապատճառները, մոտիվները նույնպես շատ կարևոր է հասկանալու համար, հա, որ թե ինչով է պայմանավորված։ Եթե հիմա այդ հարցի տեսակետից մի գործոնը դա ներքաղաքական իրադարձություններով է պայմանավորված, ապա պետք է ասեմ, որ բավական շատ անհաջող ուրեմն վարքագիծ են դրսևորել, եթե չասեմ քաղաքականություն, որտեղ տպավորությունն այնպիսին է, որ Կրեմլի հաճոյությունը ստանալու համար մրցավազք է տեղի ունենում։ Կներեք, դա ընդհանրապես աբսուրդ է, այսինքն դա նշանակում է այն բոլոր հավաստիացումները ինքնիշխանության պահպանման, ինքնիշխանության երաշխավորման, հա, Հայաստան որպես պետություն 29700 կամ 840 կիլոմետրի բանի վրա բովանդակային առումով այդ սկզբունքից նահանջ է, որովհետև աբսուրդ կլինի, հստակ եմ ձեզ ասում, որ որևէ մեկը համաձայնվի կամ ընդունի, որ ինքնիշխանության մասին խոսք կարող է գնալ, երբ որ քո ներքաղաքական իրադարձությունների մեջ մրցապայքար գնա իշխանության եւ այսպես կոչված այլ խաղացող կամ խաղացողների միջև, հայաստանյան խաղացողների միջև Կրեմլի հաճոյությունը ստանալու համար։ Սա ինքնին արդեն ինքնիշխանության դեմ ուղղված ուղղակի գործողություն է։ Ինչ է անում իշխանությունը, որպեսզի այս համոզմունքը փարատվի։ Սա առաջնային խնդիր է, որովհետեւ գիտեք այն սխեման, որը գործեց 1920 թվականին Ռուսաստան, բոլշևիկյան Ռուսաստան, Աթաթուրքի, Թուրքիա ու Հայաստանյան կառավարության, հա, երբ որ ըստ էության Հայաստանը զոհաբերվեց ռուս-թուրքական այդ շահերին, հիմա նույն տրամաբանությամբ կարծես թե մեկ այլ սխեմա է գործում, ոչ թե կարծես այլ իրապես ռուս-ադրբեջանական այդ շահերը, հա, շահերին զոհ է տրվում հերթական անգամ Հայաստան։ Երբ որ դու քո դիմաց տեսնում ես միայն Ադրբեջանին, չնայած լավ էլ գիտակցում ենք, որ միայն Ադրբեջանին չեն տեսնում, եւ դրա համար ուղղակի բազմիցս արտահայտություններ եղել են, չէ՞, օրինակ նույն դեմարկացիոն, հա, դեմիլիտացիայի ընթացքում, երբ որ այդ այսպես կոչված այդ շարժումը եղավ, սրբազան շարժումը, որոնք ըստ էության նպատակ ունեն խոչընդոտել այդ սահմանազատման աշխատանքները, ժամանակ հստակ ասվեցին, որտեղ Կրեմլի մատը խառն է։ Ով չի շահավետ, ում է շահավետ, որպեսզի սահմանազատումը եւ կայունացումը չլինի, Կրեմլին, հա, բայց այդ դեպքում ո՞նց է, այդ դեպքում փոխշահավետությունը պետք է ենթադրի, որ դու ինչ որ ռեսուրս ունես կամ ինչ որ ասելիք կամ տալիք ունես Կրեմլին, որպեսզի նա հրաժարվի Բաքվի հետ ռազմավարական համագործակցությունից ի օգուտ Հայաստանի շահերի, բայց դրա նման բաներ չկա, հիմքեր չկան նման պնդում անելու, այսինքն դա հիպոթետիկ եւ մտածածին, եթե չասեմ կեղծ, հա, ակնկալիք է։ Այդ դեպքում եթե արտաքին քաղաքականության առումով Կրեմլի հետ փոխշահավետության հիմքերը չկան, բացի Կրեմլի շահերը սպասարկելուց, գումանած դրան էլ նաև ներքաղաքական գործընթացների տեսակետից գնա մրցապայքար, թե ով կլինի ամենաընդունելին Կրեմլի համար, ապա ինքնիշխանության մասին խոսալը, թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական այս Կրեմ, դառնում է անիմաստ, եթե չասեմ, ընդհանրապես վերանում է ինքնիշխանության հասկացողությունը։ Եվ եթե դեպքում այդ բանն կա, բայց դեպքում դուրս է գալիս, որ միայն իշխանության խնդիր է մնում,
բայց կներեք ավերակների վրա իշխանություն ունենալը դա այն ինչ որ մենք ցավոք սրտի 30 տարվա պատմության ընթացքում եւ հատկապես 1994 թվականից հետո ունեցանք մեզ դա չեղավ որ այդ թվերի մասին չի խոսքը ինքնիշխանությունը պետության անկախ պետության հա կոնցեպցիան երբ որ ինքը համակարգված ոչնչացվեց տարբեր գործարքներով, տարբեր պայմանագրերով, գույք պարտքի դիմաց, չգիտեմ, հայ-իրանական այդ խայտարակ, համատեղ ուրեմն զորախմբեր, ռուսական բազա, սահմանապահ զորք, երկաթգծի կառավարման հանձնումը, էլ ինչ, այսինքն քո էներգետիկ քո կախված, այսինքն դու անունով, եւ դու անունով կոչվում ես իբր թե ինքնիշխան, բայց դու դե ֆակտո եւ ինստիտուցիոնալ առումով ինֆրաստրուկտուրայով դու Կրեմլի հպատակներ։ Հիմա էլի այդ հպատակություն մեջ մնալը դա հենց կոչվում է ավերակներ, որովհետեւ ավերակներ վերածվեց երկիրը, երբ որ ինչի համար, որովհետեւ արտաքին շղարշը թե իբր մենք անվտանգ ենք հարավային Կովկասում ամենահզոր բանակը եւ այլն Գրոշի կոպեկ չարժեցան ամենակրիտիկական պահին պետության դիմադրողականության տեսակետից, որտեղ դիմադրողականությունը վերացված էր համակարգային կոռուպցիայի, ուրեմն ոչ հաշվի թափանցիկ կառավարման, այսինքն ինչ կարող է Կրեմլը քեզ տա քո պետության դիմակայության զարգացման համար, որը հանդիսանում քո ինքնիշխանության երաշխիքը, չկա որից է այդպիսի բան։ Դրա համար այստեղ այո որևէ արդարացում կամ որևէ բացատրություն չունի այդ խոսությունը, որ լսեցինք։ Եթե կա մեկ տարբերակ, որ ժամանակ ենք շահում, որպեսզի սպառնալիքները չլինի, բարձ ասենք, որովհետև չունենք այդ բավարար ռեսուրսները դիմակայելու առնվազն այդ հնարավոր հարձակումները, դա գուցե ինչ որտեղ կարելի է հասկանալ, բայց կներեք մի բան, երբ դու ես պահին քո ազատության շրջանակները նեղացնում ես այդ արտաքին ճնշումների, իսկ ազատության աշխարհը նեղացնում ես, երբ որ դու մտնում ես մրցապայքարի հանուն Կրեմլի աջակցության։ Այդ դեպքում դու վտանգում ես նաև քո բանը, անվտանգությունը, որի պայծառ օրինակը, պայծառ կներեք, փայլուն օրինակը ճակերտներով հանդիսացավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի այդ խայտարակ, հայտարարությունից հետո, երբ որ Հայաստանը հրաժարվում է որոշումից Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը, որ արևելյան գործընկերության ասոցիացիան համաձայնագիրը չենք ստորագրում, որտեղ դա ազատության սահմանափակում էր ճնշման տակ, որին հետևեց 2016 թվականի ապրիլյան քարորիա պատերազմը, դու սահմանափակեցիր քո ազատությունը, զիջեցիր, նաև վտանգեցիր քո անվտանգությունը։ Հիմա այդ սխեման մենք ուրիշ պետությունների ժողովուրդների պատմության փորձին չպետք է գնալու, հենց մեր պատմությունն է դա ապացուցել մենք մեր փաստով, հա, դա հենց հետո ասենք մտածել, որ լավ փոքր ինչ եկեք մեզ բան անենք, սեղմենք, հա, ասենց որ սահմանափակենք մեր ազատության աշխարհը արտաքին դերակատարների հետ ակտիվացնելու ձգտումներով եւ այլն, հանուն այն բանի համար, որ այդ սպառնալիքները չլինեն, դա իսկ կարծում եմ դատապարտված է անհաջողության, որովհետև դու պետք է հստակ ասես, այո, մենք վերաֆորմատավորում ենք եւ պետք է հաշվի առնենք մեր իմ քաղաքացիների, իմ պետության անվտանգության ապահովման շահը ամենաբարձրագույնն է եւ այդ դրա հետ Կրեմլը փոխշահավետ համագործակցություն որևէ բան չունի տալու թող լիներ, մենք բան չենք, չնայած ի սկզբանե չէր կարող լինի Կրեմլի համար բանա ոնց որ կներեք են հայտնի չասեմ էլի ընդունված է չէ սատանաները բանից են արծաթի բանից են հա վախենում այդ հիմա Կրեմլի համար ժողովրդավարությունը որի դրսևորումը հանդիսացավ նաև այդ ակցիան չնայած դրա հետ էլ կապված մենք ունենք լուրջ խնդիրներ որովհետև ժողովրդավարական պետությունում մարդկանց չպետք է հեռացնես որպեսզի իրենց բողոքի ձայնը լսելի չլինի պարոն Լավրովի կանչին կամ հայացքին կամ դեմքին, հա, այսինքն դու ըստ էության այդտեղ տիպիկ այն ինդիկատորներ, որ պատրաստ են անգամ ժողովրդավարական ազատություն
ները սահմանափակել հանուն իբր թե այդ սպառնալիքները իբր թե կանխելու այն դեպքում որ այդ պետությունը հանձինս այդ ռեժիմի ինքը իր էությամբ է սպառնալիք ինքը չի կարող սպառնալիք չլինի հասկանում եք ոնց է Եվ հարգանք էլ չունի կարող ենք այդպես ասել պարոն Սաքունց որովհետև ծիծեռնակաբեր չայցելեց Լավրովը Սա մեսիջեր, սա անհարգանք, ինչպես որակել այս Դրա բացատրությունն էլ պետք է տան առաջի հերթին Հայաստանի իշխանությունները բայց դա գիտեք ոնց է ծիծեռնակաբերդ գնալ չգնալը այնքան կարևոր չէ դա ուղղակի որովհետև նույն պետական դուման Ռուսաստանի 1995 թվականին ընդունել է հայոց ցեղասպանության մասին այդ հայտարարությունը, բայց կներեք դրանով բան չեղավ չազդեց, որպեսզի Արցախում, Լեռնային Ղարաբաղում բռնի էթնիկ զտում չլինի, այսինքն այստեղ ավելի շատ պետք է հասկանալ, որ առաջինը Լավրովը քայլ կատարեց չայցելելով իր հանուն իր դաշնակցի, որ այդտեղ չէր Ադրբեջանի եւ մյուս դաշնակցի Էրդողանի ռեժիմի հետ, բայց մյուս կողմից էլ այնքան կարճամիտ են, որ նման այցելություն չկատարելը էլ ավելի մեծացրեց հակառուսական տրամադրությունները Հայաստանում եւ այդ դեպքում պրոպուտինյան հպատակները այդ ոնց են բան անելու, ասելու, բա հայ Ռուսաստանի Դաշնությունը ինքն էլ պատմական ճշմարտության, հա ջատագովն է չնայած չունեն նման փաստակ, բայց ըստ էության ինքը դրանով ավելի շատ ցույց տվեց, որ ինքը շարունակում է գտնվելով Հայաստանում լինել Էրդողանի եւ Ալիևի ռեժիմների ավելի ուրեմն դաշնակիցը եւ գալիս է դրա փոխարեն ուրեմն պատերազմի, հա, հաղթանակի հուշարձանին, այսինքն ինքը ասում է սա է իմ քաղաքական փաստաթուղթը Հայաստանում, սա է իմ հիմնական ուրեմն մոտեցումը, որ դուք եղել եք մեր հպատակները, իսկ հաղթանակի այդպես կոչված տոնակատարության բովանդակությունը ընդկայանում են անում, որ դա սովետական միությունն է, չէ՞ ասում են հաղթել։ Այսինքն սովետական այն ժամանակ, երբ որ Հայաստանը եղել է սովետական միության կողմից օկուպացված, չնայած շատերը չեն էլ բան անում ընդունում։ Այսինքն մենք ձեզ մշտապես այս հանձինս այս հաղթանակի սիմվոլի տեսնում ենք ու տեսել ենք ու տեսնելու ենք որպես հպատակներ, ոչ թե ինքնիշխան պետություններ։ Մեր հարցազրույցը ամփոփենք, պարոն Սաքունց, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ, հանձնաժողով էր դիմել Թագուհի Թովմասյանը եւ հիմա նա պահանջում է, որ բաց եւ թափանցիկ քննություն ընթանա, ոչ թե ձևական։ Գիտեք հայտնի արտահայտությունները, չեմ ուզում եթերում նորից կրկնել, ինչ դիտարկումներ կանեք այս վարքագծի, թե իշխանության վարքագծի, թե ընդդիմության վարքագծի եւ սպասել, որ իսկապես բաց թափանցիկ քննություն կլինի այս առումով եւ նախադեպ կունենանք, որ սրանից հետո գոնե այդ իշխանություն ներկայացնող մարդիկ իրենց այդպիսի վարքագիծ չտան։ Ես ասեմ ձեզ, եթե ես իշխան հիշում եմ, եթե դուք էլ մետաբերեք, մինչեւ 2018 թվականը, ասենք թե քաղաքական ընդդիմություն իշխանություն չէ այն ժամանակ։ Բոլոր ընդդիմությունները ես հիմա աչքի տակով եմ անցկացնում, էլի ամենածանրագույն իրավիճակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության այն ժամանակ իշխանության դիմադիրները երբեք այն բառապաշարը չեն օգտագործել, ոնց որ ներկա ընդդիմությունն է օգտագործում։ Ես նույնիսկ այս բառապաշարը, հա, ես հիմա կանդրադառնամ իշխանությանն էլ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո բառապաշարը գնալով անընդհատ դառնում էր ավելի կտրուկ։ Ունի պատասխանատվություն մեղքի բաժին իշխանություն, իհարկե ունի։ Եվ իշխանությունը հենց նրա համար է, չնայած սկզբունքորեն գիտեք իշխանությունը օրինակ պարլամենտում ովքեր են իշխանությունը, կա մեծամասնություն, փոքրամասնություն, բայց երկուսն էլ օրենսդիր իշխանություն են, հա, ասենց ասեմ։ Բայց պարլամենտում երբեք են վիճակը ես հիշեցի, մեկ կար 2008 թվականին, երբ որ որոշ падգամավորների զրկեցին անձեռնմխելիությունից մարտի 1-ից հետո, չէ՞, 4 падգամավորների զրկեցին անձեռնմխելիությունից, ինչ որ բան եղավ, լարում եղավ ազգային ժողովում, հա։ Ընդդիմությունը, այս ընդդիմությունը, որը ես համարում եմ քրեական իրանց բովանդակությամբ,
իրենց բովանդակությամբ քրեական։ Կարողացավ հասնել նրան, որ քաղաքական բանավեճի մակարդակը հասնի պլինտուզի ցածր։ Եվ իշխանությունը գնաց այդ քայլին։ Այսինքն իշխանությունը չունեցավ այն մակարդակը, որ ոչ մի անգամ թույլ չտա իրեն իջնելու այդ բանին, հա, այդ պլինտուզի ցածր մակարդակի։ Այո, չպետք է տրվեր։ Եվ հիշենք նույն Սասուն Միքայելյան, Էդմոնդ Մարուկյան նույնիսկ այն ժամանակ։ Այսինքն իշխանությունը պարտավոր է այդ ստանդարտը, չնայած նույնիսկ կրկնում նրանք էլ են իշխանություն, թեկուզ փոքրամասնություն, բայց իրանք են, չէ՞, վերջնավորոշում են կայացնում։ Կապ չունի դեմ ես քվեարկում, չես մասնակցում կամ բան, բայց падգամավորի մանդատը դա իշխանության։ Այ իշխանության թիվ 1 պատասխանատվությունն է, որ ինքը իր խոսույթով, իր ձևակերպումներով հասավ այդ մակարդակին։ Այն մակարդակին, որին այդ իրենց ամբողջ էությամբ կրիմինալ ընդդիմությունը նպատակ դրեց հասցնել այդ խոսույթը դրա վրա։ Ինչի՞ համար, որտեղ այդ մակարդակում էլ քաչալշուն, էլ գողկատու, չէ, բուն ռեֆորմների կամ համակարգային փոփոխությունների հարցը լուսանցքում է հայտնվում։ Եվ իշխանությունը ինչ է նշանակում, հանդես է գալիս, ասում է թե բանը կրկնում է այն բառերը, որոնք նախկինում չէին ասում, բայց անում էին KGB-ի պատվալներ, չէ, օրինակի համար։ Սերժ Սարգսյանը չէր ասում այդ հաստատում, բայց պատվալներում հայտնվում էին։ Ռոբերտ Քոչարյանը ասում է շատ-շատերը երկար նստելու են բանդերում, չէ։ Պարզ է, չէ, որ KGB-ի պատվալ հասկացողությունը կար, բայց դու կրկնում ես այդ արտահայտությունը, ընդ որում KGB-ի պատվալ հասկացողությունը հիմա պետքա փոխած լիներ, չլեր KGB-ի պատվալ, նախարարաշրջան ինչ անշնում KGB։ Ինչի պետքա KGB, այսինքն վարչապետի մակարդակով ազգային անվտանգության ծառայությունը նույնականացվում է ֆիքսումա որպես KGB։ Բա մենք դրա համար ենք ասում ազգային անվտանգության ծառայության բանով լյուստրացիա իրականացրեք, փոփոխություն կատարեք, չէ՞ վերջին հաշվով բովանդակային փոփոխություն կատարեք։ Սա վկայում է, որ երբ որպես արգումենտ իշխանության կողմից չի ներկայացվում բարեփոխումների բովանդակային եւ անշրջելի բարեփոխումների վերաբերյալ փաստական հանգամանքներ, քայլեր, դրանից լավագույնս օգտվում են այն խմբավորումները, կրիմինալ, որոնց շահերից հաբոխում այդ բարեփոխումները չիրականացնելը եւ նման խոսույթով փորձում են անընդհատ, հա, տորպեդոարել իրական բովանդակ։ Ո՞վ է պատասխանատու։ Իշխանությունը։ Շատ կարևոր է, որ այդ դիմումը կքննվի եւ չգիտեմ իրանց ընթացակարգը բաց է թե փակ է, որովհետեւ վերջին հաշվով դա կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովի գործելակերպի մեջ, հա, հարցերի ինքը բանն է, փակ քննարկումներ են, հա։ Եզրակացությունը ինչպիսին կլինի։ Կարծում եմ, որ պետքա օբյեկտիվ ակնկալել, հա, եւ ամբողջական եւ այդտեղ իհարկե կլսվեն այդ բաները, ելույթները, դրանց ուրեմն գնահատականները կտրվեն, բայց մի հատ հարց էլի բանը շատ կարևոր է, որ վերջին հաշվով երկրի վարչապետի նկատմամբ կա բանը ուրեմն դիմումը քննվում է։ Դա շատ կարևոր է, բայց շատ կարևոր է նաև արդյունքը, որովհետև ես ուզում եմ հիմա հիշեցնել ազգային ժողովի կողմից քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրող։ Հա, այնտեղ էլ գնաց ելույթ ունեցավ վարչապետը հրապարակային եւ այլն։ Բայց մեկ այդ զեկույցը չտեսանք, այսինքն այստեղ հաշվետվողականության բավական լուրջ խնդիր կա, որպեսզի մենք տեսնենք, իմանանք, որ իրապես ինչպիսի եզրակացություն է եւ ինչ ուսումնասիրություն է կատարվում, ինչպես է գնահատվում։ Վերջնական եզրակացություն կտեսնենք եւ կարծում եմ, որ չի կարող կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թուրք տալ քաղաքական նպատակահարմարության, եթե ինքը ուզում է որպես վստահելի կառույց մնա։ Շնորհակալ եմ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։